Այսօր քրիստոնյա աշխարհը չափից ավելի խենթ վիճակում է։ Աստծո խոսքի Քրիստոսի առամարումը կամ անտեսումը արդեն բերում է իր ցավալի պտուղները։ Մարդը կարող է անտեսել եւ չիմանալ այն տեղը, որտեղ թաղված է գանձը։ Մեծ կարիքի եւ աղքատության մեջ նա կարող է նստել հանգստանալու ծառի տակ, անտեղյակ լինելով դրա արմատների տակ թաքնված հարստությունից։ Սա պատահեց հրեաների հետ։ Ճշմարտության ոսկե գանձերը վստահվել էին հրեա ժողովրդին։ Հրեական կյանքի ձևը, որը կրում էր երկնքի կնիքը, հաստատվել էր Քրիստոսի կողմից։ Փրկության մեջ ճշմարտությունները պարունակվում էին խորհրդանիշների եւ նշանների մեջ, բայց երբ Քրիստոսը վերջապես եկավ, հրեաները չճանաչեցին նրան, ում մատնանշում էին այս բոլոր խորհրդանիշները։ Նրանք ունեին Աստծո խոսքը, բայց սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները, ինչպես նաև Սուրբ գրքի մարդկային մեկնաբանությունները, թաքցնում էին նրանցից Հիսուսի մեջ բացահայտված ճշմարտությունը։ Նրանք կորցրին Սուրբ գրքի հոգևոր իմաստը։ Բոլոր գիտելիքների գանձարանը բաց էր նրանց համար, բայց նրանք չգիտեին դա։ Աստված չի թաքցնում իր ճշմարտությունը, բայց մարդիկ իրենց գործողություններով այն մթագնում են։ Քրիստոսը հրեա ժողովրդին բավարար ապացույցներ տվեց, որ նա է Մեսիան, բայց նրա ուսմունքը կոչ էր անում արմատական փոփոխությունների նրանց կյանքում, եւ հրեաները հասկանում էին, որ եթե ընդունեին Քրիստոսին, ստիպված կլինեին հրաժարվել իրենց եսասիրությունից, իրենց սիրելի կանոններից ու ավանդույթներից, իրենց անաստված սովորություններից։ Հավերժական, անփոփոխ ճշմարտությունն ընդունելը պահանջում էր զոհաբերություն։ Հետևաբար հրեաները հրաժարվեցին ընդունել ամենահամոզիչ ապացույցները, որոնք Աստված կարող էր տրամադրել Քրիստոսի հանդեպ իրենց հավատը հաստատելու համար։ Նրանք խոստովանում էին, որ հավատում էին հին ուխտին, սակայն հրաժարվում էին ընդունել այն վկայությունը, որը պարունակում էր այն Քրիստոսի կյանքի եւ բնավորության մասին։ Նրանք վախենում էին համոզվել եւ դարձի գալ, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեին հրաժարվել իրենց նախապաշարմունքներից։ Ավետարանի գանձը, ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը Հիսուսը նրանց մեջ էր, բայց նրանք մերժեցին երկնքի կողմից իրենց տրված ամենամեծ պարգևը։ Նրանք մերժեցին Աստծուն, Քրիստոսին եւ մերժվեցին որպես ժողովուրդ Աստծո կողմից։ Հովհաննեսի ավետարանի 12:42-43 խոսքերը ասում է հետեւյալը. Այնուամենայնիվ իշխաններից շատերը նույնպես հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին խոստովանում նրան, որպեսզի չվտարվեին ժողովարանից, քանի որ մարդկային փառքը գերադասեցին Աստվածայինից։ Նրանք նույնիսկ հավատում էին, որ Հիսուս Աստծո որդին է, բայց նրանք չէին ցանկանում խոստովանել նրան, քանի որ դա հակասում էր նրանց փառասիրական ցանկություններին։ Իսկ ինչ է կատարվում մեր կյանքում։ Միթե մենք էլ նույն վիճակում չենք։ Ունենք Աստվածաշունչ, կոչվում ենք քրիստոնյա, բայց քրիստոսանման կյանքը, այդ ապրելակերպը մեզ համար խորհուրդ է։ Չէ, ուղղակի մենք համոզված ենք, որ ինչ կերպ էլ ապրենք, մեկ է գերեզման դրվելուց առաջ քահանայի աղոթքով կհայտնվենք դրախտում։ Մատթեոս ավետարանի 7:21 խոսքը շատ դիպուկ եւ կարեւոր է մեզ համար։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այսօրվա մտքի շուրջ մտորելու համար մեզ մի հարց է ուղղված. Ինչ եմ ես պատրաստ այսօր զոհաբերելու անփոփոխ հավերժական ճշմարտությունը Քրիստոսին հետևելու համար։